Խաղամոլությամբ տառապող անձանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը կանխելու եւ ընտանեկան ու հասարակական աղետները նվազեցնելու նպատակով պատգամավոր Հայկ Սարգսյանը խաղային գործունեության կարգավորման մասին եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթ է հեղինակել։ Առաջարկում է սահմանել պարտադիր պահանջ, որ օնլայն կազինոները տեսանելի վայրում ունենան ինքնաարգելափակման կոճակ։ Ինքնաարգելափակման կոճակին սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունը օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով առանց վաղաժամ վերաբացման հնարավորության։ Ընդ որում 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ։ Անձի ինքնաարգելափակման տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին եւ կկասեցվի նրա մասնակցությունը նաեւ մյուս խաղային օնլայն կազինոներում եւ հարթակներում։ Նախագծով առաջարկվում է արգելել նպաստառուների սնանկության վարույթում գտնվողների պետական ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերից օգտվողների եւ այն անձանց մասնակցությունը խաղերին, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է։ Առաջարկվում է նաեւ խաղային մասնակցության թույլատրելի չափ սահմանել յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված եկամտի 20%-ը։ Վերջին կետերից ձեռնպահ մնալու առաջարկով է հանդես եկել կառավարությունը, թեև հիմնականում կողմ է նախագծին։ Խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում փոփոխության լրացումներ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, սակայն առաջարկում է սահմանել, որ օրենքի ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից հաշվի առնելով, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության գործընթացը գտնվում է ընթացքի մեջ եւ նախագծով նախատեսված սահմանափակումների կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունների ապահովումը հնարավոր կլինի միայն օպերատորի գործարկումից հետո։ Ավարտվել է օպերատորի ընտրության առաջի փուլը ամբողջությամբ, որակավորվել են հայտատուներ անցել են որակավորման փուլ, ունենք մեկ հայտատու, որը հաղթահարել է փուլը, հայտարարվել է երկրորդ մրցութային փուլը, որը արդեն առաջարկի հարցումն է։ Մեր հաշվարկներով մենք ամենաուշը տարվա կեսին արդեն կունենանք ընտրված օպերատոր, իհարկե եթե որակավորված հայտատու որոշի հայտ ներկայացնել։ Ընդդիմությունն է կարևոր համարում նախագիծը, այդուհանդերձ հարցեր ուներ։ Ակնհայտ է, որ խաղամոլության, ինչպես նաև թմրամոլության դեմ պայքարը պետք է լինի պետական քաղաքականության առանցքը, բայց մեխանիզմները ոչ թե պոպուլիզմի դաշտից պետք է լինեն, այլ իրատեսականության մոտենան։ Խնդրեմ նայեք 2017 թվականին ինչքան է եղել խաղադրույքները ու ինչքան է աճել դարձել 2025 թվականին։ 35 անգամ աճել է այս պոպուլիզմը։ Պոպուլիզմը չի վերաբերում հարցի սրությանը, սոցիալական։ Ես հիմա բոլոր ձեր ասած հարցերին կանրադառնամ։ Սա ծուղակ է, մեր քաղաքացիներն ընկնում են այս ծուղակը, չեն կարողանում դուրս գալ, կորցնում են իրենց տները, իրենց ընտանիքները, հաճախ նաև ունենում ենք ողբերգական դեպքեր, ինքնասպանության դեպքեր, բազմաթիվ տեղերում, նաև պետական աշխատողների շրջանում։ Սրա մեջ թաթարված անձինք նաև իրենց գործն են վատանում։ Նախագծին կողմ արտահայտվեցին բոլորը, սակայն քվեարկությունը կանցկացվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ նիստում։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։